Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն Գագիկ։ Ողջույն Լիամնա։ Ողջույն։ Այսօր մենք փորձնական ճանապարհով կուսումնասիրենք Նյուտոնի երկրորդ օրենքը՝ զրոյից ձգտող շփման ուժի պայմաններում։ Ուսումնասիրության արդյունքում կհիմնավորենք, որ մարմնի շարժման արագացումն ուղիղ համեմատական է նրա վրա ազդող ուժին եւ հակադարձ համեմատական է նրա զանգվածին։ Արագացումը հավասար է ազդող ուժի եւ մարմնի զանգվածի հարաբերությանը։ Ան հավասար է F-ը բաժանած M-ի։ Ան մարմնի շարժման արագացումն է։ F-ը մարմնի վրա ազդող ուժը, իսկ M-ը մարմնի զանգվածը։ Փորձն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են օդուղի, օդային ուղին ֆիզիկայի լաբորատորիաներում օգտագործվող սարքավորում է, որը նախատեսված է մեխանիկական շարժման հետազոտման համար։ Այն ապահովում է նվազագույն շփման պայմաններ։ Հնարավորություն է տալիս փորձնական ճանապարհով ուսումնասիրել մեխանիկայի օրենքները, իմպուլսի և էներգիայի պահպանման սկզբունքները, ինչպես նաև բախումների դինամիկան։ Սարքի հիմնական գաղափարն այն է, որ հատուկ անցքերից մղվում է օդ, ստեղծելով բարակ օդային շերտ, որը թույլ է տալիս հատուկ սահիճներին լողալ ուղու վրայով, գրեթե առանց շփման։ Օդուղու հիմնական կառուցվածքային տարրը ուղին է, այն երկար ալյումինե հարթ ուղի է։ Ուղու մակերեսի վրա կան մանր անցքեր, նաև սանդղակ, որի ամենափոքր բաժանումը 1 մմ է։ Այն նախատեսված է սահիճի և ֆոտոտվիչների դիրքը ճշգրիտ որոշելու համար։ Սարքի հիմնական բաղադրիչներն են ուղղորդող ուղի, ձախ կանգառային թիթեղ, աջ կանգառային թիթեղ, միակետային հենարան, հարթեցման հարթակ պտուտակներով, չափման սանդղակ, ֆոտոտվիչների շրջանակ, սաաձև արձակիչ, շրջանաձև արձակիչ, ամրացնող շրջանակ, կեռիկով շրջանակ, զսպանակ, ճախարակ շրջանակով, բեռի համար նախատեսված դույլ թելով, սահիճ, լույսը խափանող շրջանակ, հակակշիռներ։ Ֆոտոտվիչ՝ 2 հատ։ Ֆոտոտվիչը օպտիկական սենսորով հագեցած սարք է, որն օգտագործվում է մարմնի արագությունը, ժամանակը և տեղաշարժը չափելու ժամանակ։ Ունի ինֆրակարմիր լույսի աղբյուր և ընդունիչ։ Երբ որևէ մարմին անցնում է ֆոտոտվիչի միջով, այն խափանում է լույսի ճառագայթը և թվային վայրկենաչափը ֆիքսում է այդ պահը, գրանցելով ժամանակը։ Թվային վայրկենաչափ։ Թվային վայրկենաչափը սարք է, որը թույլ է տալիս չափել ժամանակային ընդհատումները բարձր ճշգրտությամբ, սովորաբար միլիվայրկյանների ճշտությամբ։ Այն ունի մի շարք ֆունկցիաներ՝ Timing S1, Timing S2, Collision Co, Acceleration, Cycle T, Count C, Freefall Gravity Acceleration և այլն։ Սրանցից յուրաքանչյուրը նախատեսված է տարբեր չափումների համար։ Բեռների հավաքածու՝ թվային կշեռք, աղյուսակ, հաշվիչ, թուղթ և մատիտ։ Քանի որ օդուղով սայլակի շարժման դեպքում շփման ուժերն անտեսվում են, ուստի սայլակի վրա հորիզոնական ուղղությամբ ազդում է միայն թելի լարվածության ուժը։ Ուստի Նյուտոնի երկրորդ օրենքը սայլակի համար կունենա հետևյալ տեսքը։ Կախված բեռի վրա ազդում են ուղղաձիգ ուղղությամբ դեպի ներքև ուղղված ծանրության m2 անգամ G ուժը և դեպի վեր ուղղված թելի m1 անգամ A լարվածության ուժը։ Այդ ուժերի համազորը բեռին դեպի վար ուղղված արագացում է հաղորդում։ Ուստի Նյուտոնի երկրորդ օրենքը բեռի համար կունենա հետևյալ տեսքը. m2 անգամ A հավասար է m2 անգամ G հանած m1 անգամ A, որտեղից ան հավասար է m2 անգամ G բաժանած m1 գումարած m2։ Ահա արագացման այս տեսական արժեքը մենք պետք է հիմնավորենք փորձնական ճանապարհով։ Ան հավասար է v2 քառակուսի հանած v1 քառակուսի բաժանած 2s բանաձևի օգնությամբ։ Տեղադրենք օդուղին սեղանին, հորիզոնական դիրքում։ Ֆոտոտվիչները սենսոր 1 և սենսոր 2 մանեկի և պտուտակի օգնությամբ ամրացնենք ֆոտոտվիչների համար նախատեսված շրջանակին, ապա ֆոտոտվիչների շրջանակները ամրացնենք ուղղորդող ուղու վրա։
Ֆոտոտակի օգնությամբ ձախ կանգառային թիթեղի վրա ամրացնենք շրջանակով ճախարակը։ Լույսը խափանող շրջանակը տեղադրենք սահիչի վրա։ Սահիչի դիմային հատվածում ամրացնենք կեռիկով շրջանակը։ Կանգառային թիթեղի անցքով անցկացնենք թելը և այն ամրացնենք սահիչի վրա ամրացված կեռիկով շրջանակին։ Թելը անցկացնենք ճախարակի վրայով։ Միացնենք թվային վայրկենաչափը։ Ընտրենք Acceleration A ռեժիմը։ Այս փորձում կիրառելու ենք A Acceleration ֆունկցիան։ Թվային վայրկենաչափի A ֆունկցիան ցուցադրում է հետևյալ տվյալները։ Առաջին համարի տակ վայրկենաչափը ցուցադրում է ժամանակը, երբ օբյեկտը անցնում է առաջին ֆոտոտվիչի միջով։ Երկրորդ համարի տակ վայրկենաչափը սկսում է ժամանակի հաշվարկը, երբ օբյեկտն անցնում է առաջին ֆոտոտվիչի միջով և կանգնեցնում է ժամանակի հաշվարկը, երբ օբյեկտն անցնում է երկրորդ ֆոտոտվիչի միջով։ Երրորդ համարի տակ չափում է ժամանակը, երբ օբյեկտը անցնում է երկրորդ ֆոտոտվիչի միջով։ Չափենք սահիճի զանգվածը M1-ը և այն գրանցենք աղյուսակում։ Ստուգենք, սահիճը արդյոք կարող է ազատ տեղաշարժվել օդուղու երկայնքով առանց խոչընդոտների։ Չափենք բեռի զանգվածը M2-ը, արդյունքը գրանցենք աղյուսակում։ Թելի ազատ ծայրից կախենք բեռը, որը ստեղծելու է քաշող ուժ։ Չափենք ֆոտոտվիչների միջև եղած հեռավորությունը S-ը։ Չափենք լույսը խափանող շրջանակի լայնությունը L-ը, արդյունքը գրանցենք աղյուսակում։ Սահիճը տեղադրենք առաջին ֆոտոտվիչին մոտ, որտեղից սկսելու է իր շարժումը, և ֆիքսենք սահիճի սկզբնական դիրքը փորձը կրկնելու համար։ Կարևոր պայման է, որ սահիճը իր շարժումը սկսի միշտ նույն կետից, և ֆոտոտվիչների դիրքը միշտ մնա անփոփոխ։ Սեղմենք թվային վայրկենաչափի Reset կոճակը, ցուցիչները զրոյացնելու համար։ Ազատենք սահիճը, թողնելով այն շարժվի բեռի ազդեցությամբ։ Աղյուսակում գրանցենք թվային վայրկենաչափի առաջին և երրորդ համարի տակ չափված տվյալները։ Հիշեցնենք, որ առաջին համարի տակ վայրկենաչափը ցուցադրում է ժամանակը, երբ օբյեկտը անցնում է առաջին ֆոտոտվիչի միջով։ Գրանցենք այս տվյալը աղյուսակի T1 սյունակում, իսկ երրորդ համարի տակ չափում է ժամանակը, երբ օբյեկտը անցնում է երկրորդ ֆոտոտվիչի միջով։ Գրանցենք այս տվյալը աղյուսակի T2 սյունակում։ Կրկնենք փորձը, փոխելով բեռի զանգվածը և արդյունքները գրանցենք աղյուսակում։ Կրկին կրկնենք փորձը, այս անգամ ավելացնելով սահիճի զանգվածը և արդյունքները նույնպես գրանցենք աղյուսակում։
Այժմ, երբ արդեն փորձն ավարտված է, կարգի բերենք սեղանը։ Սարքավորումները տեղավորենք համապատասխան պահարաններում եւ անցնենք աղյուսակի տվյալների մշակմանն ու վերլուծմանը։ Օդուղու, ֆոտոտվիչների եւ թվային վարկենաչափի օգնությամբ մենք ուսումնասիրեցինք Նյուտոնի երկրորդ օրենքը։ Հաշվեցինք սայլակի շարժման արագացումը, փոփոխելով մի դեպքում բեռի զանգվածը, մյուս դեպքում սայլակի զանգվածը։ Կատարված 3 փորձերի տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ սահիչ բեռ համակարգի արագացումը կախված է եւ ազդող ուժից, եւ համակարգի ընդհանուր զանգվածից, ինչպես ձևակերպում է Նյուտոնի երկրորդ օրենքում։ Առաջին եւ երկրորդ փորձերի արդյունքներից երևում է, որ երբ բեռի զանգվածը մեծացնում ենք, իսկ սահիչի զանգվածը նույնն է մնում, արագացումն աճում է։ Դա երևում է եւ փորձնական արժեքից, եւ տեսական արժեքից։ Սա հաստատում է, որ արագացումը ուղիղ համեմատական է համակարգի վրա ազդող ուժին։ Իսկ երկրորդ եւ երրորդ փորձերի արդյունքներից երևում է, որ երբ սահիչի զանգվածը մեծացնում ենք, իսկ բեռի զանգվածը թողնում ենք նույնը, արագացումը փոքրանում է։ Սա ցույց է տալիս, որ արագացումը հակադարձ համեմատական է համակարգի զանգվածին։ Փորձնական տվյալների հիման վրա ստացված արագացումների արժեքները տեսական արժեքներից էականորեն տարբերվում են, ինչը բացատրվում է օդուղու եւ ճախարակի շփմամբ, թելի լարվածության ոչ իդեալականությամբ, սարքի եւ ընթերցման չափման սխալներով։ Այսպիսով, փորձով համոզվեցինք, որ մարմնի արագացումը մեծանում է ազդող ուժի մեծացման դեպքում եւ փոքրանում է մարմնի զանգվածի մեծացման դեպքում։ Այսինքն, փորձնական արդյունքներով հիմնավորեցինք Նյուտոնի երկրորդ օրենքի ճիշտ լինելը։ Մենք փորձնական ճանապարհով գրեթե զրոյական շփման պայմաններում ուսումնասիրեցինք սահիչի արագացումը եւ համոզվեցինք, որ այն ուղիղ համեմատական է սահիչի վրա ազդող համազոր ուժին եւ հակադարձ համեմատական համակարգի զանգվածին։ Շնորհակալություն։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութում։